Բարև ձեզ։ Եթե երբևէ զգացել եք, որ ձեր ողջ տաղանդուն ջանքերը կարծես աննկատ են մնում, ուրեմն ճիշտ տեղում եք։ Այսօր մենք միասին կխորանանք Անի Վարդանիի Case գրքի մեջ ու կհասկանանք, թե իրականում ինչպես է պետք սեփական փորձառությունը վերածել ազդեցության, ինչպես կառուցել անձնական բրենդ, որն իսկապես դռներ է բացում։ Դե ինչ, եկեք սկսենք։ Սա երևի այն ամենահիասթափեցնող հարցերից է, որին բախվում են շատ տաղանդավոր մարդիկ։ Դուք աշխատում եք, լավագույնն եք ձեր գործում, բայց կարծես միշտ ինչ-որ բան պակասում է։ Ինչու լավագույնը լինելը միշտ չէ, որ հաջողություն է երաշխավորում։ Կարծում եմ մի իրական օրինակ շատ ավելի լավ կբացատրի ամեն ինչ։ Այս պատմությունը գրքից է, բայց վստահ եմ շատերիս է ծանոթ։ Պատկերացրեք մի ֆինանսիստի, ով կարելի է ասել իր գործի աստվածն է, բայց կա մի բայց, նրան պակասում է մարդկային կապը։ Ինչպես իր ղեկավարն է ասում, մեզ պետք է մեկը, ում մարդիկ ճանաչում են, ում վստահում են, ում հետ ուզում են աշխատել։ Սա ցույց է տալիս, որ մեր տաղանդը առանց ճիշտ փաթեթավորման կարող է պարզապես աննկատ մնալ։ Լավ, բա ո՞րն է լուծումը։ Image making-ը։ Բայց զգույշ, սա դիմակ հագնելու կամ մակերեսային կերպար ստեղծելու մասին չէ, ընդհանրապես։ Խոսքը ձեր համբավի ռազմավարական կառավարման մասին է, այսինքն այն գիտակցված գործողությունների, որոնք ձևավորում են մարդկանց կարծիքը ձեր մասին եւ ձեր փորձառությունը դարձնում իրական, ազդեցիկ գործիք։ Օպրայի այս միտքը, կարծում եմ, ուղղակի մեղում է։ Ձեր կարիերայի իրական աճը հենց այդ ճանապարհն է, անհայտ լինելուց դեպի պահանջված մասնագետ դառնալը։ Իսկ այսօր մենք կբացահայտենք, թե կոնկրետ ինչպես կարելի է այդ ճանապարհն անցնել։ Դե ինչ, եկեք անցնենք գործի։ Առաջին գործիքը, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեր մոտեցումը, խմբագրի մեթոդն է։ Սա ձեր մտքերը հստակ, ազդեցիկ ու ամենակարևորը հիշվող ուղերձների վերածելու տեխնիկա է։ Տեսնենք, թե ոնց է սա աշխատում։ Այս սլայդը շատ լավ ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսքը։ Ձախ կողմում տեսնում եք լրիվ քաոս է, խառը մտքեր, ավելորդ բառեր, մի խոսքով, մի բան, որը շատերիս ծանոթ է։ Իսկ աչում արդեն լրիվ ուրիշ պատկեր է, հստակ, հզոր ու հիշվող հաղորդագրություն։ Այս մեթոդը հենց այդ անցումը կատարելու համար է։ Ուրեմն ոնց է սա աշխատում։ 3 պարզ քայլով։ Առաջին, ձեր ներկայացումը միշտ ունենա հստակ կառուցվածք։ Երկրորդ, եղեք անխնախմբագիր։ Գիրքը մի շատ լավ հնարք է առաջարկում։ Պատկերացրեք, թե օրական ընդամենը, ասենք 100 բառի լիմիտ ունեք։ Սա ստիպում է, որ ամեն մի բառը քշրեք։ Եվ երրորդ, ձեր ցանկացած խոսքին տվեք պատմության կառուցվածք՝ սկիզբ, միջնամաս եւ ավարտ։ Այդպես այն շատ ավելի հեշտ է ընկալվում։ Լավ, խոսքը շարադրել սովորեցինք։ Բայց ինչի մասին ենք խոսելու։ Որն է այն միակ հիմնական թեման, որը պետք է դառնա ձեր այցեքարտը։ Սա երևի ամենակարևոր կանոններից մեկն է՝ ոսկե կանոն։ Գիրքը շատ հստակ ընդգծում է. եթե դուք փորձում եք լինել ամեն ինչ բոլորի համար, վերջում դառնում եք ոչինչ ոչ ոքի համար։ Ուժեղ անձնական բրենդը կենտրոնացում է պահանջում, մարդիկ պետք է ձեզ ասոցացնեն մի կոնկրետ բանի հետ։ Իսկ ինչպես գտնել այդ միակ ձեր թեման։ Գիրքը շատ պրակտիկ վարժություն է առաջարկում։ Եկեք նայենք։ Թվարկեք ձեր 5 հիմնական զբաղմունքները։ Հետո ամեն մեկը գնահատեք 1-ից 5 բալանոց սանդղակով ըստ 2 չափանիշի, որքան եկամուտ է դա բերում եւ որքան եք դուք սիրում դա անել, որտեղ ընդհանուր միավորը ամենաբարձրն է, հենց այդտեղ է թաքնված ձեր հիմնական թեման։ Գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Այս ամենը նոր բան չէ։ Ընդհանրապես, անձնական բրենդինգն ու համբավի կառավարումը դարերի փորձություն անցած գործիքներ են։ Եկեք մի փոքր ճամփորդենք պատմության միջով։ Տեսեք, թե ինչքան վաղուց է սա գալիս։ Դեռ 16-րդ դարում Շեքսպիրը հասկանում էր իր անձնական լոգոյի, զինանշանի ուժը։ 1906-ին Այվելին փաստացի ստեղծեց ժամանակակից PR-ը, ցույց տալով, որ ճիշտ խոսքը կարող է փրկել ընկերության համբավը։ Իսկ 1929-ին Բերնեյսը մի բան արեց, որն ուղղակի փոխեց խաղի կանոնները։ Նա ապրանքը կապեց մի ամբողջ սոցիալական շարժման հետ։ Ուշադրություն դարձրեք։ Սա ասում է ոչ թե Շեքսպիրի ընկերը, այլ նրա մրցակիցը։ Նույնիսկ նա էր ընդունում, որ Շեքսպիրը ստեղծել է մի կերպար, մի բրենդ, որը դարեր շարունակ կապրի։ Սա է ուժեղ բրենդի իրական ապացույցը։ Հիմա մի փաստ, որը վստահ եմ շատերին կզարմացնի։ Մենք կարծում ենք, որ բեկոնով ու ձվով նախաճաշը դասական ամերիկան ավանդույթ է։ Իրականում դա հանճարեղ PR քայլի արդյունք է։ Բերնեյսը չփորձեց ուղակի գովազդել բեկոնը։ Ոչ, նա վաճառեց մի ամբողջ գաղափար, առողջ նախաճաշի գաղափարը, ու դա արեց հեղինակավոր մարդկանց, բժիշկների միջոցով։ Սա image making-ի դասական օրինակ է։ Լավ, պատմությունը շատ հետաքրքիր է, բայց եկեք վերադառնանք մեր օրեր։ Ի վերջո, այս ամեն ինչ շոշափելի արդյունքներ կարող է բերել ձեզ ու ձեր կարիերային հենց այսօր։ Գիրքը մի շատ տպավորիչ թիվ է բերում։
33%։ Հենց այսքանով կարող են աճել ձեր վաճառքները կամ ձեզ ընձեռվող հնարավորությունները, եթե ձեր իմիջը պրոֆեսիոնալ կերպով կառավարվի։ Սա ուղղակի վիճակագրություն չէ, սա իրական փող է, իրական հնարավորություններ են, որոնք բացվում են ձեր առաջ։ Ուրեմն եկեք ամփոփենք ամենակարևորը։ Ձեր համբավը, ձեր անձնական բրենդը, դա ձեր ռեզյումեն չէ, դա կենթանի, շնչող մի բան է, որը կազմված է ձեր ամեն մի քայլից, ամեն մի խոսքից, ձեր շրջապատից եւ այն պատմությունից, որը մարդիկ պատմում են ձեր մասին, երբ դուք սենյակում չեք։ Եվ վերջում ուզում եմ, որ մտածեք մի շատ կարևոր հարցի շուրջ։ Ձեր պրոֆեսիոնալ պատմությունը գրվում է ամեն օր, անկախ նրանից դուք դրան մասնակցում եք թե ոչ։ Հարցը սա է. ով է այդ գրիչը բռնել հիմա։ Դուք, թե թողել եք, որ հանգամանքները կամ ուրիշները գրեն ձեր փոխարեն։ Իրականում գրիչը միշտ ձեր ձեռքերում է։